Եվ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժողքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժողքի շատ քիչ պատիժ մարդիկ, ովքեր որ պատիժ են կրում հիմա դժողքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, ներապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն եւ այլասերվածություն, որի մասին ասեցինք արդեն, ու սրբապղծություն, որը եւս ասեցինք, սա խնդրում ենք մենք դժողքի դեսպանը պահի, ուրեմն մի քանի բան, որ մենք շատ հստակ ուզում ենք հայտարարենք այսօր, մենք չենք ասում, որ մենք ընդհանրապես քաղաքական կազմակերպություն չենք, քաղաքական ուժ չենք, եւ մենք որևէ քաղաքական հավակնություններ չունենք, ըստ այդմ չենք պատասխանատվություն ստանձնում հեղափոխության համար։ Մենք սա անում ենք որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, որովհետեւ սա արդեն ընդհանրապես անընդունելի է եւ ինչպես անցած անգամ ասում էինք, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիմա սպասում են, որ հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու հայ առաքելական եկեղեցու մոտեցումը։ Ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդության համաձայն առաջինը էկզորցիզմ անեն այս ճարիքի, որը որ զավթել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եւ իր ճարիքը ոչ միայն մարմնավորում է, այլ նաեւ տարածում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, անդադար կորուստներ եւ անդադար տառապանք։ Ու մենք տեսնում ենք հենց Նիկոլի պատճառով, թե ինչպես է գլորվում անդունդ մեր սիրելի Հայաստանը։ Այսպիսի հայտարարություններով դուք իրատեսական եք համարում, որ որևէ բան կարող եք փոխել։ Տեսեք, ես գիտեմ մի բան։ Երբ որ պայքարը ընդհանուր մարում է, ինչպես հիմա եղավ, եւ 5 տարի շարունակ ցավոք սրտի մենք պետք է ասենք, որ տարբեր ուժերը երբեմն հենց հատուկ մարեցրել են պայքարը, կհանդգնեմ նման բան ասել։ Այնուամենայնիվ ես գիտեմ, որ պարբերաբար, նույնիսկ փոքրիկ կայծերով հնարավոր է վերականգնել պայքարը։ Ես նաև հասկանում եմ, որ հիմա եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս, որ մեծ պայքար լինի, բայց ես վստահ եմ։ Շատ շոկ է, հա, եւ դե շոկի ինչ որ մարդիկ գոնե միգուցե դրա համար։ Համենայն դեպս քարտում եք մարդկանց գործի վրա շատ լավ եղանակը հրաշալի քայլելու համար այդ դեպքում հիանալի առավոտյան հով է միանշանակ։ Նորից ես ինձ հաթողանեն միանշանակ, մենք անընդհատ բոլորին հանդես են գալիս կոչով, կոչ ենք անում մարդկանց, որ իրենք ակցիա անեն, անընդհատ ասում ենք, չեք ուզում մեզ միանաք, մենք կոչ ենք անում, որ հենց մեզ միանաք, մենք կոչ ենք անում, որ ակցիաներ անենք, մենք կոչ ենք անում նաև, որ ընդդիմությունը, եթե չի կարողանում առաջնորդել պայքարը, վայր դնի մանդատները վերջապես եւ դուրս գա ազգային ժողովից։ դա ինչ անի։ Դուրս գա եւ համարենք, որ մի տարի բանը մնացել, մենք այս տարում կարող է Սյունիքը կորցնենք։ Ու ընդ որում մենք շատ հնարավոր է, որ շատ շուտով կկորցնենք Սյունիքը, որովհետեւ 5 տարի շարունակ մենք տեսնում ենք, թե ինչպես էր Նիկոլը տարբեր բաներով կոծքում լուրջ բաները, փոխում էր մարդկանց ուշադրությունը եւ միանգամից կարողանում էր անել այն, ինչ որ փաստացի անում էր։ Դուրս գան փողոցային պայքարի, հա, մանդատները։ Այո, դուրս գան փողոցային պայքարի։ Հիմա տեսեք, մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Բոլոր ցույցերի մենք մասնակցել ենք, փոքր ցույցերի, մեծ ցույցերի, բոլորին մասնակցել ենք եւ հստակ տեսել ենք այն հաստատակամությունը, որ Նիկոլը իր կեղծ հեղափոխությամբ իբր թե դրսևորեց, իրենք չեն դրսևորում։ Եվ դրա համար ամբողջ տապալվում է։ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի եկեղեցու եւ եկեղեցականների դեմ արված հայտարարությունները, թե ընդհանրապես պահանջում եք, որ հրաժարական ներկայացվի։ Տեսեք, 5 տարի շարունակ մենք անընդմեջ Նիկոլի դեմ պայքարում ենք հայտարարելով, անվանելով իրեն դավաճան, անվանելով իրեն հանցագործ, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները ոտնահարած, սահմանադրությունը ոտնահարած եւ ազգի պատիվը փաստացի ընդհանրապես կործանած մարդ։
Այնուամենայնիվ, այժմ ինքը այն վերջի հնարավոր գիծը հատեց, որի բացատրությունները ինքը ընդհանրապես չունի։ Այսինքն, եթե առաջ ինքը ինչ-որ բաներով փորձում էր նենգափոխությամբ բացատրություններ ներկայացնել եւ ցավոք սրտի հանրության ինչ-որ խավի վրա դա ազդում էր, ապա այժմ ոչ մի ձևով ինքը չի կարող բացատրություններ Այդ գրառումից հետո ի աջակցություն եկեղեցու մեկ անգամ արդեն իսկ ակցիա եղել է այստեղ, բայց դրանից հետո շարունակվում են գրառումները, այսօր եւս Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել եկեղեցուն արդեն վեհապարին։ Ինչով եք պայմանավորում, որ այն ամենայնիվ հասարակական արձագանք չի լինում, այստեղ օրինակ դուք 3 հոգով եք։ Այո։ 3 միլիոն բնակչությունից։ Տեսեք, առաջինը ինձ համար երբևիցե քանակը խնդիր չէր։ Ցավոք սրտի 18 թվականին, երբ որ չնայած որ ես ընդդիմադիր էի, բայց 18 թվականին ինձ համար ակնհայտ էր, որ ամբողջը արվում է հենց Արցախը հանձնելու համար, եւ դրա համար 18 թվականին ես չեմ մասնակցել ու ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ զուտ խաղի համար սկզբից, հետո ինչ որ թույլտվության, թողտվության եւ այլնի պատճառով դուրս են գալիս փողոց, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես ամենացածր խաղը մեկ էլ փակում էր փողոցները։ Այդպես մենք տեսանք, թե ինչպես կարողանում են ավերել ամբողջ երկիրը, երբ որ խոսում են մեծամասնությունը։ Մենք խնդիր չունենք մեծամասնությամբ։ Մենք այսքանով շատ ավելի շատ ենք ներկայացնում ազգը, քան այն մեծամասնությունը, որ ընդհանրապես թմբիրի մեջ է։ Գալով իմ հարցին, հա, շարունակում։ Ահա, հիմա գալով ձեր հարցին, ես մի հատ բան ասեմ, որ երբ որ հատում են կարմիր գիծը, ու երբ որ այսօր արդեն դժոխքի դեսպանն եկել է, ես մտածում սա Նիկոլի վերջն է։ Ես մտածում եմ, որ եթե հիմա ինքը ինչ-որ քայլեր չձեռնարկի, մինչև աշուներ ինքը չի դիվանա։ Ձեռնարկում է, կրթվելը նորաձև է, ասում է ովքեր հարցեր ունեն, կարող են գալ մասնակցել, անվճար է, բոլոր հարցերի պատասխանները կստանան եւ այլևս չեն ասի, որ Շատ կներեք, եթե ինձ սխալ հասկացաք, իրա միակ ձեռնարկելը դա գնալ նստել բանտ ու ասել Ես պետք է ներկայացնեմ իմ ամբողջ մեղքերը, խոստովանեմ, թե ինչքան միլիարդ ինձ տվել է Ադրբեջանը, որպեսզի ես հանձնեմ Արցախը, թե ինչ եմ արել, որպեսզի 18 թվականին կարողանամ զավթեմ իշխանությունը, թե ինչ եմ արել, թե ինչպես եմ թալանել ամբողջ Հայաստանը, սա է իր ձեռնարկության հնարավոր տարբերակ, ուրիշ ոչ մի տարբերակ ինքը չունի։ Այս պահի միակ բանը իր դա նստել Բերդ եւ ամբողջ մեղքերը քավել Բերդում։